Ողջույն իմ գանձերին, ողջույն նոր վլոգի շրջանակներում։ Հենց նոր ավարտեցի օնլայն դասս, Ռասպակովկա արեցի նոր գիրքս, Օլիվեր Սաքս, Գլյուցինացի, շատ հետաքրքիր էլի գիրք է, ինտերնետով ծանոթացել եմ պարունակությանը, նոր եմ գնել, մի խոսքով շատ օգտավետ կլինի դա կարդալ ևս, Արտաշես ես վերադարձավ դպրոցից, Խորենը Դավի հետ գնացել էին վայրբերից մտան նաև իմ գիրքը վերցրեցին, մի քանի գնումներ, ես էլ անցնեմ իմ օրվա գործերի շքերթին, անելիքները շատ են ու խիստ տարաբնույթ պետք է ամեն բան հասնել, ձեզ են մաղթում եմ բարի դիտում գանձուկներս, հուսամ որ ես վլոգը ձեզ մի քիչ պոզիտիվ տրամադրություն կպատճառի, բարի դիտում, այստեղ Խորենը ստացել է վայրբերիցից հերթական պորցիան, ես պրաստակվաշնան, որ անում էինք, վերջի անգամ պավտորկաները շատ էին, տեսենք այսօր ինչ կլինի, մինչ այդ ամուսնյակս իմ կողքը նստած ճաշ, համով է չէ ճաշը, ինձ էլ շատ դուրեք են սոուսը, շատ համով էր աղել, միսն էլ լավ է փելել, տոշտոնալ է, զգացի որ արդեն բան եմ, մի տեսակ մտածվաղ եմ, դասերի պահով ասեցի լավ մի քիչ ինձ թույլ տամ ես անեմ, չնայած ճիշտ ասեմ, ինչով զբաղվում եմ, խորքը խիստ մեջ այդ անելիքներս, չեմ կարող լիցքաթափվեմ, նենց հոգնածնող, երազում եմ երբ հագալու ես միջանկյալը պրսնի մի հատ, չնայած որ պրսնի մյուսն ասկսեր, լավ, տխուր բաներից չխոսենք, անցնենք առաջ այստեղ, տեսնենք, հերթականությամբ Խորենն ասորացրը շարում եմ, հենց հեշտ է գտնել։ Okay, 5-րդ տեսնենք ունենք, թե ոչ 5-րդը, հա, ունենք, տեսել եմ հիշում արդեն, 46-ը, շատ են անում պաստորիկ, չէ բալես, ես մամայի պապայի զբաղմունքն է, ես ունենք, գլյանցի վետ պայլուն բաներն են, կստայտ ես լոգան կնթունեմ, ալիգյուր կսեմ, Դավին այսօր պապան խաղալիք էր արել, տարբեր պլաստիլիններ ու մսաղած, որ տարբեր տենց ֆորմիչկաներով կարա բաներ, հագին խաղաց, որ իմ հետ էլ է խաղացել, առանցից էր։ Αφού համոտում ես բան, համեր ձեռ ես տալի, չէի լվացվել, դա բայր մի արա, գնա լվացվի կեղտոտ խիմիչսկի։ Հայրը մեկը նայեմ տեսնեմ ինքա, մնացած արդեն կադրից դուրս կանենք, լավ, 101, սուտի թղթերով ստասի։ Խորենը խանութից եկավ, երեխեք ջան, մեզ մոտ ուշ երեկոյ է, ասեց ուզում եմ ես ինչ-որ ուտելիք սարքեմ, հավեսս տվել է։ Ասեցին օքեյ, գնացել է հիմա ինչ-որ բաղադրիչներ արել, այստեղ միս է, որ հավի միս է, դա միլուպ է, կարծես հավի միս է, անձերոցիկ, դիր բալես, հլը հանի տեսնենք ինչ կա։ Դիր եստեղ, կծուցի ծակա իրա սիրելի բերել, Պանիր, հալչող երևի թե ինչ-որ Պերստը Ես ինչ մանիկյուր նոր եմ կսել չեմ կարողանում ես ոչինչ Հիմա տեսենք ինչ է ուզում Եվի սպագեցի, հա, ինչ-որ մի բաներով Տեսենք, պապան մի բան մտածել է Wow, oh my gosh Դու պապային օգնելու ես Ես գիտեմ պապային չասակելու Սպագեցի չոբարով ասակել է պապան Տենց ես որոշել, որ դրա Երեխեք ջան, ես ֆիլմ էի նայում, բայց Խորենը ասեց, որ կամ արդեն պատրաստ է իր գլուխ գործից Մի հատ նայեք էլի, ասենք ինչ դաժան է Համով հոտ է անգել, այստեղ թթվարուն գա Ոնց հասկանում եմ կանածի թապտուկ, քերած բա Համով էր Մի խոսքով ու կեչուպ է, Արտաշեսը արդեն սպագեցի է ուտում Բայց լոզերս գնաց, երեխեք ես գնացի դաժանը, չէ, խոր ջան Ու չգիտես ես հազիվ եկել եմ ռիլսի եմ ընգել, ռիլսի Ես դուրս եկա երեխեք ջան
Տաքսիս կանչել եմ արդեն, մնում է հասնի ու ես թռնեմ համալսարան, հասցրեցի վիդեո նկարեմ մինչև գնալս, ինչի առիթով շատ ուրախ եմ, ահա և իմ տաքսին եմ տեսնում, վсё, կարծում եմ չեմ ուշանա։ Հասամ, պատկերացրեք, լավ էլ արագ հասանք, բցանումներ չկան, հետարքիր է, բայց տարիֆները համարյա նույնն է։ Քիչ-քիչ սովորացնում են էլի ամեն ինչի, ես էլ է դառնում նորմա, որ առաջ մինիմալ 500 դրամ կկազմեր, հիմա 1700-1800, գնալով նորմա է, որ 2000 չի արդեն ուրախանում ես։ Մախ մազերս կդիգան ցավ շոքեցի, հակ էին պատուհանները տաքսում։ Երեխեք ջան, արդեն լիֆտի մեջ եմ, մենակ և ազատ։ Առայժմ միայն ես եմ լսարանում, բացեցի դուր պատուհան, օդափոխեմ, թարմացնեմ, որ չշոքեմ մեզ հաստով, իրականում տաքոտ է, բայց դենա всякի ասեցի, թե հաստակնեմ, չգիտեմ, եղանակը շատ է, տականում էլի։ Վախենալու տեսարանը, վախենալու տեսանը հաճելի է, վախենալու չի, վախենալու է բարձրությունը, շատ մեր Շարարատ լեռը, դուրս եկան մի աղջիկ ասում դուք նենց լավն եք, այդ պահին այնքան հաճելի է լինում, այնքան շոյվում եմ, ասես մի տեսակ մի անգամից տրամադրությունից բարձրանում է։ Շնորհակալ եմ, երբ տեսնում եք, մոտենում եք, միջև խոսք եք ասում, իմացեք, որ միշտ հաճելի է լսել։ Մեզ մոտ երկար դասամիջոցն է, երեխեք ջան, մենք դուրս ենք եկել կոֆեի փնտրտուքներով։ Մեր կուրսընկերուհուն ենք սպասում ու գնանք մի ամբողջ սուրճ առնենք։ Եկանք մեր կոֆեի կետ։ Երեխեք ջան, այս աղջիկների հյուրասիրեց սուրճը համինց ընկերուհուս էլի։ Ասում եմ խնդրում եմ ես վերջի անգամը գոնե լինի, որտեղ արդեն ես ամաչում եմ գան որ հյուրասիրում։ Դե էլի իհարկե ստորի արեցի իմ կողմից գոնե էլի։ Երեխեք ջան, մենք գնում ենք Նալբանդյան փողոց մյուս տասի, գիտողություն խնդրեցինք մի փոքր շուտ դուրս եկանք, որ կարողանանք հասնել առանց հեվության հանգիստ էլի։ Եվ խոսքով այգիներով գնում ենք։ Դասերս վերջացրեցի, գնում եմ դեպի մետրո, զգում եմ ինձ գերծանրաբեռնված ու էլի տագնապային, որովհետև ամեն դասից հետո մի նոր բան ես պարզում, որ պիտի անես կամ մի նոր հանձնարարություն, մի նոր տնային, մի նոր հիշելու սովորելու բան ու այնքան ուղեղդ ոնց որ վառվի, կոմպը որ շատ տաքամա ոնց է զբոյ տալի, այդ են զգացողությունը մոտս։ Ես արդեն մեր մոտ եմ, հոգնած, մեռած, քայքայված, ծանրացած, տանջված, ուզում եմ գրամ տուն, արագ ազատվում մեյքափից, դրսի հագուստից, պարկեմ, աչքերս փակեմ ու ոչինչ չանեմ գոնե մի ժամ, որ այս նագրուսկան ուղեղիցս։ Երեխեքը հյուրասենյակում խաղում են, մեզ մոտ իրականում նոր օր է, ես այսօր քնել եմ մինչև ժամը 1-ը, Արտաշեսին արթնացա, ճանապարհեցի և նորից քնեցի, քանի որ 3-4 շաբթիները ինձ մոտ ամենադժվար օրերն են, ես 3 մինչև գիշերվա 2-ը ակտիվ ուսման պրոցեսում եմ եղել, ու այսօր արթնացա, թեև լավ քնելուց հետո, բայց իմ մոտ նես տպավորություն էր, որ իմ ուղեղը վնասվել է այդքան աշխատելուց։ Հիմա ամբողջ գլխիս ներսը, այս դիմացի ճակատային հատվածը անմարդկային ցավ է, ասեցի օքեյ մի հատ սուրճ խմեմ, քանի օր է սուրճ չեմ խմում, որովհետև քաղցր չէի ուտում, բայց այսօր ուզեցի խմեմ, միգուցե օգնի մի փոքր գլուխս տեղը գա, եթե չէ դե պիտի արդեն բան անեմ, այս փոքրիկ դեղ պիտի խմեմ, փոքրիկ մատիտը, Արտաշեսի պապանանավիրը, ավելի շատ ումպալ-ումպաների արի ասենք, ումպալ-ումպաներին գիտես? Հա, Վիլիվոնկայի մեջից Վիլիվոնկայի մեջի պուճուրիկ մարդուկներն են, կամ էլ էլֆիկները, ձմեռ պապիկներ, ձմեռ պապիկ էլֆիկները, որոնք հեսա սկսել են նամակներ
ընդունել, լրացնել, տիճկաներ դնել։ Պապան ընդեղից գրիմասներ անում, դեմքեր անում։ Իրանք ունեն նեղ հայրական եւ նեղ որդեական դեմքեր, որոնցով խաղում են։ Կստати, Վայնբերեսից հասել է ամանորյա պատվիրածս իմ բանը։ Այո, բայց խորենին տեղ չի հասել։ Երեխաներին էլ պետքա բան անեմ, հա։ Դե չեք։ Հա, Պինոկիո։ Սիրելիներ, քան որ ես գիտեմ, թե դուք ոնց եք սիրում ամանորյա գնումներ։ Ես ասացի ձեզ ցույց տամ իմ հացած պիժամկան, ճիշտ է, ես ավելի սիրում եմ, որ նոր տարվա փուլում եմ ձեզ ցույց տալիս գնումները։ Այսինքն հավաքում եմ, հետո ցույց եմ տալի։ Բայց ես հիշում եմ, որ անցած տարի շատերդ ասում եք, չէ՞ էլի Աննա ջան, ընթացքում բարբերաբար ցույց տուր, որտես մեր վրա նոր տարվա տրամադրություն իջնի։ Ասեցի, օքեյ, անեմ։ Սա խորենի ծնունդի համար եմ պատվիրել, քանի որ խորենը կարտերի հավաքածու ունի, սիրում է շատ կարտային թեմատիկան, փուչիկա կարտի տեսքով։ Մի րոպե ուզում եմ փրշտամ։ Ուրեմն դավը նորից գրիպ է։ Ու ես արդեն լարված եմ, որ ինձ ինքը կստիպի նույն ճանապարհը նորից անցնել, դեռ չեմ էլ կազդուրվել, բայց սարսափելի անմարդկային գլխացավ ունեմ ու չգիտեմ սա ինչ է նշանակում։ Չի անցնում, այս ուսաղորը չանցավ։ Հիմա եկեք լավ, ուրախ բաներից խոսենք։ Խորենը, ինչ հագեցած է գույները։ Հələ մի հատ նայեք։ Ես ինձ սիրուն է, կադրը ուտում է գույների իրականում ենքան յարդի է, ենքան սիրուն։ Եվ եկեք ցույց տամ բլուզը ավելի հասարակ։ Պապային է։ Չէ, ես իմն է, բայց պապային էլ եմ նույնիսկ պատվել։ Այսպիսի բլուզա, ներքևում այսինքն կան նկարներ, իսկ վերևը ավելի հանգիստ է, իսկ ցումա ֆոտոների մեջ ինձ հացին գնայր, տնային կաստրյունչիկ եմ որպես առնելու, ոչ թե գիշերանոց հագնելու։ Այլ ուղղակի տան այդ ամանորյա դավջան շարժում ես, գիտես իմ, այլ այդ ամանորյա օրերին նույնքի տանը հագնելու համար։ Հիմա գնամ մի հատ բրդուճիկներով սնվենք, մինչև ճաշ սարքերը, ընթրիքին չեմ հասցնի ճաշը։ Սրանից մյուսը հեսա կհասնի ու այսօր երեխեքի երկու հատներ պատվիրեմ, քանի չի վերջացել իրենց ռազմերացիաները։ Առաջ եմ էլի, ես ընկնում մնացած մարդկանցից, որ հասցնեմ։ Ես ուզում եմ պրոստը բոլորս նույնից ունենանք։ Ամանոր է գալիս։ Ես հիմա hashtag Papa Baby եմ անում։ Give me that. Մի հատ նկարում արցի, նկարի տա, ստեղ արցի տնայիններն էին կանում բրծանք։ Հիմա դավս ու բաներ նկարում։ Նկարում բան է, չէ բան է, բան եմ նկար, մոյից բան։ Ինչ ես գրում։ Գնում եմ ո՞ր։ Գրում, նկարում, խզբզում։ Ես խզբզում եմ։ Չի խզբզում, մի խանգարի արդեն։ Դա, դե հիմա դու բան չի գրում։ Ինչ որ 160-ը գրեց, 100։ Չի գրում, հա գրում եմ։ Ուտեմ ես քեզ։ Դա։ Հետ ինչ ես ուտում կյանքս։ Ուտում եմ մեղեղ։ Մեղր սիրում ես դու։ Քեզ հիմա պետք է քեզ։ Միայն ակուրատնի կբաց, միշտ թափում է բացել։ Ասեղանի վրա գոնե պահի, որ եթե թափվի։ Չի թողում, ես բացեմ, ասում եմ ես կբացեմ։ Օգնություն պետք լինի, կասես, լավ։ Կամա չճղես, որ գայով բերանում։ Ես ռեֆերատի վրա եմ նստած, մեզ մոտ նոր օր է իրականում։ Խորենը քնած է, Արտաշեսը դպրոցում, դավս էլ կամած դավ թափվելու արդեն։ Համովա։ Մալադեց։ Խիստ գործնական է տեսքս, բայց եկեք հաշվի առնենք, որ այսօր շաբաթօրյակի մեջ եմ։ Իրական մերեք պիտի անեի, բայց երեք այդպես էլ չհասցրեցի։ Մեր մեջ ասած, այսօր էլ չեմ հասցնում։ Ծիծաղելին են, որ բոլոր գործերը, որոնք ունեն, բոլորն էլ կարևոր են, հա։ Մեկը կենցաղային է, բայց կարևոր է, մեկը միջանկյալ է, բայց կարևոր է, մեկը ընթերցանությունն է, բայց կարևոր է, մեկը տնային աշխատանքը, բայց կարևոր է, մյուսը բլոգ մոնտաժելը, էդ էլ է կարևոր, ու դու չես կարողանում այսպես ընտրել, որ կարևոր է անես, հա։ Այդ պահին ես գիտեք, միշտ ինչ եմ անում, միացին ստոպ եմ տալիս։ Ու ինքս ինձ ասում եմ, հիմա պանիկայի մեջ ընկնելու փոխարեն, որ ունեմ ես Պրոստը
սկսի ժամանակը ռացիոնալ օգտագործել ու իրար հետևից արա հեր թող առանց մտածելու։ Հիմա քյուրթան դրեցի որեփի։ Միշտ բանի վրա աշխատեցի, թեզիս ղեկավարին գրեցի։ Տնայիններս էի ուզում անել, ասեցի չէ, ստեղ ստոպ տամ։ Այդ խոհանոցային մի երկու բան էի արեցի, եկա լոգասենյակը մաքրելու։ Вообще վիդեալ է, այսօր են որ փոշիներ, պիլեսոս, սրբեն ամբողջը կեղտի մեջ կորած է։ Ես ինձ չեմ հարգում։ Вообще իմ համար շատ դժվար է գիտակցել, որ համալսարանում սովորելու հետևանքով դժում են տնային գործերը, որովհետև ես մարդ եմ, ով եթե տանը կոմֆորտի զոնա չկա, եթե տունը թափթփված է, ինքը խեղդվում է։ Ու հիմա այնպես է ստացվել, որ ես ֆիզիկապես չեմ հասցնում տունը այնպես մաքրեմ, ինչպես անում էի դա առաջ։ Հետևաբար, իմ մոտ անընդհատ լինում այն զգացումը, որ ես ինչ-որ բան վատ եմ անում, որ ես բայ չեմ հասցնում բան, ու գիտեք, այն օրը չորեքշաբթի օրը, երբ որ տենց մինչև 7 դասի ենք հետո եկա տուն, ու այսպես նստել է ռեֆերատից վրա, մեկ էլ կուրս ընկերուհուս բան եմ հարցնում, սենց ամ։ Դեսի դու լրիվ չուդը ժենշինա ես, ոնց ես այդքանից հետո եկե նստել դաս անում։ Դա գիտեք ես ինչ հասկացա, որ իմ պահանջները իմ հանդեպ շատ մեծ է։ Ես այդքան բան անում եմ, ու տուն տեղ երեխա եւ այլն։ Ու ինձ միշտ թվում է, որ ես չեմ հասցնում նենց ոնց որ պետք է, որ ես չեմ աշխատում այնքան ինչքան պետք է, բայց ուրիշների աչքով ես գերակատարում եմ հնարավոր է, հասկանում եք։ Ինչա բան ես։ Հրախես, չէ, ստեղ մի հատ դամեստսա խեղտ վիճակա, հեսա մաքրեմ կգաս, 2 րոպե սպաս։ Ուրեմն մեր տանը կա մի հատ սենց ավանդույթ։ Ոչ մեկ զուգարան չի ուզում, մինչև ես դամեստս եմ լցնում մեջը։ Հենց դամեստսը լցրեցի, ասենք լցնում եմ մի 20 րոպե, ուզում եմ տես թողնեմ։ Մեկը գալիս է ու ջուրը քաշում է հետո։ Քանի դավը դա չի արել անցագործ։ Ես դաս եմ անում, մեկ էլ դավը հոր ձեռքի ծաղիկն է վերցել, եկել ասեց մամա, тебе сюрприз, папа берել է, ես տալիս եմ։ Տրամուս բարձրացա խորս ապրեշատ։ Խորենից ես ուզել էի փոշու շոր նոր, որովհետև Դավիթը իմ փոշու շորը գցել էր պոլերին ու կարելի ասել մաքրել էր այն հատվածները, որից հետո ես դա չէի կարող օգտագործել այսպես կահույք մաքրելու համար։ Դե իհարկե խորենը բոլբոլես տնից է եւ միանգամից բերա 3 հատ, դեպ սրանից ունեցել եմ։ Ես չգիտեի որ։ Գիտեմ, դե բայց կարայի նկարեի, բան, բայց ու սիրում ես որ Շանում եմ դասի եմ ես։ Կարոջ ես լավ բան եմ ասում, ինչ ես ուզում։ Մի խոսքով, ես ունեցա զապասկաներ, ես ասում եմ ոնց որ պատուհանի համար power bank-ով եմ այսօր դրել զարյատկայի, որովհետեւ դավը փչացել է մեր զարյադշնիկը։ Սակ օգտագործեմ, սրանք կպահեմ որպես զապաս, այստեղ գրած է, թե ինչ հատվածներ կարելի է մաքրել, հավես, կարող է երկուսը միաժամանակ օգտագործեմ, ով գիտի, ինչ շատ չկա։